Ես արդեն 9 տարի ինչ Հայաստանյան ՍՄՄ հանրույթի մաս եմ կազմում, բայց դեռ չեմ համակերպվել այն հանգամանքի հետ, որ Հայաստանում մասնագիտական էջ վարում են այն անձինք, ովքեր չունեն ՍՄՄ ոլորտում աշխատանքային փորձ եւ իրական գիտելիք։ Իրական գիտելիքը միշտ ձևավորվում է աշխատանքային փորձի հիման վրա։ Միայն աշխատելով ամենատարբեր բիզնեսների հետ դու կարող ես որոշակի պատկերացում կազմել, թե որ բիզնեսի համար, որ սոցիալական աճերն են նպատակահարմար, դրանց վարելու ընթացքում ինչ խնդիրներ կարող են ծագել, մարքեթինգային որ արշավները կարող են աշխատել, որոնք են ուղղակի գումարի կորուստ, ինչպիսի բլոգերների հետ աշխատել, ինչպես ընտրել այդ ինֆլուենսերին ու բազմաթիվ այսպիսի կետեր դուք կարողանաք հասկանալ, ընկալել ու դրանց հետ աշխատել միայն այն բանից հետո, երբ դուք կունենաք իրական աշխատանքային փորձ տարբեր ոլորտների ներկայացուցիչ բրենդների հետ, բայց ամենազավեշտալինն է նա, որ տարիների ընթացքում տարբեր հարցազրույցների ժամանակ իմ առաջ նստած են եղել անձինք, ովքեր եկել են ՍՄՄ մասնագետի աշխատանք ստանձնելու, մի պահ պատկերացրեք, իրենք պլանավորում են բիզնես էջ վարել, բայց չեն կարողացել նույնիսկ Facebook հարթակում բիզնես էջ ստեղծել, իսկ Facebook հարթակում բիզնես էջը այդ ամենապրիմիտիվ, ամենամինիմալ գիտելիքն է, որը ձեզ նույնիսկ ՍՄՄ մասնագետ չի դարձնում։ Սիրելի իսկ նայեք ՍՄՄ մասնագետներ, ՍՄՄ մասին բլոգ վարելուց առաջ ես ձեզ միշտ խորհուրդ կտամ ինթերնշիփի տեսքով աշխատել մարքեթինգային ընկերություններում։ Հայաստանում շատ տարածված է մտածել, որ ինթերնշիփը դա որևէ մեկի աշխատուժի շահագործումն է։ Ոչ մի կերպ դա այդպես չի։ Ինթերնշիփի շրջանակներում դուք հնարավորություն եք ստանում ամենատարբեր բիզնեսների հետ աշխատող իրական փորձառությամբ մասնագետների թիմում ինտեգրվել, նույնպես աշխատել այդ բիզնեսների հետ ամեն օր բախվել այն խնդիրներին, որոնք այդ թիմը ամեն օր ունենում է ու լուծում է, տեսնեն ինչպես է այդ խնդիրները լուծվում ու ձեռք բերել իրական աշխատանքային փորձ ու գիտելիք, որը հետո դուք եթե ցանկանաք բլոգ վարել, հանգիստ կկարողանաք կիսվել ձեր բլոգում ու դա կնայվի օրգանիկ ու գրագետ, որովհետև դա կհիմնավորվի ձեր իրական փորձառությամբ, դա չի լինի ուղակի ինչ որտեղից վերցրած միլիարդ անգամ հրապարակված նյութի ուղակի կրկնօրինակը պետք չի արտատպել ուրիշի նյութը, առհասարակ եթե դուք որոշել եք բլոգ վարել եւ դուք չունեք ձեր սեփական ասելիք, ուրեմն դուք բլոգ վարելու պատճառ հիմք չունեք։ Բլոգը դա սեփական գիտելիքով կամ փորձառությամբ կիսվելու հարթակ է, այլ ոչ ուրիշի կոնտենտը արտատպելու ու դրա հաշվին դիտումներ հավաքելու հարթակ։